Այդպես ավելի լավ էր։ Հանգստացար։ Հա? Ինչ ես ուզում ասա։ Ասա ձեն անի։ Սպանես ինձ։ Վերցրու սպանի հանգստացի։ Ինչ ես քեզ վախկոտի պես պահում։ Ով է վախկոտը։ Մեզնից ով է վախկոտը։ Ես այլևս ձեռքերս չեմ օրնոտելու։ Այդ մեկը ճիշտ արեցիր։ Հա, ապրես։ Երբեմն ինպես անուղեղ մարդիկ են ճիշտ բանում։ Չէ, դու անուղեղ չես, դու չափից դուրս խելացի ես, չափից դուրս։ Սուս մնա ու մի ստիպի, որ ես քեզ… Եթե դա քեզ կհանգստացնի, կարող ես ինձ սպանել։ Իմ տղու ձեռքը… Ես քո տղեն չեմ! Չեմ եղել ու երբեք չեմ լինի։ Դու իմ տղեն ես ու միշտ կլինես իմ տղեն։ Քեզ հնարավորություն է տրվել իմանալ անցյալդ։ Ես անցյալ չունեմ, Լև։ Ունես։ Ես չունեմ անցյալ։ Ես անանցյալ մեկն եմ։ Ու ես ամեն ինչից հրաժարվելու եմ։ Ինձնից, Արունից ես, քեզնից։ Արունից չի կարելի հրաժարվել։ Արունից չի լինում հրաժարվել։ Ընտրի ինչ ուզում ես։ Շատ ես ազում։ Լուր, հա, շատ լավ է։ Դա թող մի ուրիշ ընտրիր։ Լավ էլի, նեղվում եմ արդեն, չէ։ Ես ոչինչ չեմ ուզում լսել։ Դու ինձ միայն ուրախություն ես պատճառում, հասկանում ես, ընտրիր ինչ որ ուզում ես։ Եվ? Շատ ես ազում, վերցնում ենք, առանց խոսքի, լսի, ես չեմ հասկանում, ես խանութի ընտիր տեսականոց է, թե քո դեմքի ձևից։ Ամեն ինչ սազում է։ Դե։ Արի մի հատ էլ ինձ ընտրենք։ Լավ, ուրեմն այսպես իմացի, հա, իմ անցյալում եղել է կին, ես սիրել եմ այդ կնոջը, սիրել եմ, ու այդ կինը ինձ երեխա է նվիրել, ու այդ երեխան դու ես։ Դու իմ տղեն ես։ Չեմ ընդունի, մոռացի, որ օրերից մի օր դու ինձ համար կարող ես հայր լինել։ Այս ընթացքում դու մենակ խաբել ես ինձ, քո գործն ինձ խաբելն է եղել։ Ինչը ես քեզ երբեք չեմ ների, երբեք։ Դու իմ թշնամուց էլ վատն ես։ Սենց կյանք չի լինում, իրականության մեջ չկա այս կյանքը։ Չի կարա սենց բան լինի։ Ըրզան
հանգեցիր ասեցիր գալիս եմ, մտածեց էլի սուրն ես վրեջ ճոճելու։ Բայց հիմա նայում եմ, ես ինչ աղալը տապեր, ես ինչ վիճակի մեջ ես ցավ տան։ Ուզում եմ հիշեմ, երբևէ ես քեզ այս վիճակում տեսել եմ, թե չէ։ Չէ, չես տեսել։ Հա, բեր ճիշտ ես, չեմ տեսել։ Չեմ եղել, ոնց տեսնեիր։ Պատճառը ես չեմ, չէ, ապեր։ Չէ, այս անգամ չէ։ Լավ ականե հանգստացրիր, արդեն լավ է։ Բայց եկել եմ զրուցելու քեզ հետ։ Կիսվելու։ Լավ ես արել ցավը տանը։ Ախպերդ է, բա իմ մոտ չգաս ուր գնաս։ Ինչ ես կարծում, ինչը կարող էր ինձ այս վիճակի մեջ գցել։ Ախ, այդ հարցի պատասխանը ես էլ եմ ուզում իմանամ, շատ եմ ուզում իմանամ, ինչը քեզ կարար սենց գցեր։ Հիմա մտածում ես երևի թե այս ուժեղ աղբորս էսով ասենց խեղճացրել, չէ։ Ճիշտ ասած, ես էլ մի լավ վիճակի չեմ, աշխարհի խնդիրները թափած են գլխիս։ Բայց այդ կապ չունի, ապեր դու ինձ ասա, ով է քեզ այս վիճակի հասցրել։ Իմ մոտ ներում բեկում չի լինի, ցավը տանը։ Դե ուրեմն սկսի։ Ոնց սկսեմ, ապեր։ Անուն չես տվել։ Պետք չի անում։ Դիմացդ նստած է այդ մարդը։ Ոնց թելև։ Հա։ Ես եմ ինձ այսօրի հասցրել, ես։ Բայց դու ոնց պիտի քեզ ես։ Դու էլ քեզ վատ կզգաս, երբ իմանաս։ Դե խոսա, լև։ Խոսա, ապեր։ Դու միշտ վախեցել ես այդ փաստից, Ալիկ։ Ինչից, ապեր։ Դե, որ ես կարող եմ ժառանգ ունենալ։ Բայց դու ժառանգ չունես, չէ։ Կուզեիր չէ, որ չունենամ։ Բայց ունեմ։ Ով է։ Դու շատ լավ ճանաչում ես իրան։ Եթե գիտեմ, բա ոնց է, որ չգիտեմ։ Գլխի չես ընկնում, ով կարող է լինի։ Դե սոսեիմնա պարզեցինք։ Ժանոյվրով էլ մի անգամ նենց կատակարիր հասկացանք։ Չէ, կատակ չէր, լուրջ էր։ Ինչ եղավ։ Ասելիք չունես, Ալիկ։ Ինչ-որ չեմ հավատում, որ դու հիմա լուրջ ես խոսում։ Լուրջ եմ խոսում։ Ժանոն իմ տղեն է, իմ ժառանգն է։ Չեմ հավատում, լև։ Ինչ կա չհավատամ։ Բայց ոնց կարեի քո տղեն լինի։ Ով այն լույս աշխարհ բերել։ Դու մեկի հետ ես կապված եղել են Լոլայի հետ։ Հիմա կարող է փորձես ինձ համոզել, որ Ժանոն իմ տղեն չի։ Չէ, ապեր, ես կուզեի, որ դու ապացուցեիր, որ ինքը քոնն է։ Իմ ուզածը դա է։ Ապացուցելու ոչ մի բան չկա, Ժանոն իմ տղեն է ու վերջ։ Ինքը գիտի, որ քո տղեն է։ Արդեն հա։ Ես ինչ եք բերում դուք իմ գլխի։ Ես ինչ է, այսօր սախտ երեխեքի օր եք հայտարարել, ծնված ու չծնված։ Չգիտեմ, ինչի եկա քեզ մոտ, ինչի կիսվեցի, ես էլ չեմ հասկանում։ Բայրում մոտ գնայիր, ապեր, ես եմ քո աղբերը ցավը տանեմ։ Հա, ճիշտ է, դու իմ աղբերն ես, բայց որպես աղբեր դու հիմա ինձ չես կարող օգնել։ Ինչի։ Որովհետև քո գլխում հիմա մի մեծ անհանգստություն ծնվեց։ Հիմա մտածում ես, թե ախր ինչի պիտի Լևը ժառանգ ունենար, ինչի հանկարծ սենց օթից
մրցակցություն առաջացավ։ Ապեր չես ամաչում, ապեր։ Բայց ես արդեն 26 տարի է ինչ ժառանգում եմ Ալիկ։ Ու միշտ էլ իմացել եմ, թե ում համար եմ կարողություն ստեղծում։ Ների Ալիկ, ների ինձ, որ եկա, տրամադրությունդ գցեցի։ Բայց ես կիսվել էի ուզում անպայման քեզ հետ։ Հիշեցի, որ աղբեր ունեմ, եկա, կիսվեցի։ Ես արդեն սկսում եմ մատել լհակոտին։ Վլադ, Հա, հասկանում եմ։ Բայց ինքն է ինձ հասցրել այս վիճակին։ արի չմոռանանք, որ ինքը մեզնից մեկն է։ Մեր ընտանիքից է։ Ես արդեն սկսել եմ կասկածել այդ արյունի վրա, գիտես։ Մարդիկ հարազատ են դառնում, երբ որ մի տանիքի տակ են իրանք ապրում։ Հա, ճիշտ է, ինքը մեր արյունն է։ Բայց ինքը ամեն ինչ անում է, որ մեզ ոչնչացնի։ Այտենց մի ասա։ Դու ինքդ ես դրանում համոզվել, երեք էլ քո ճամփաներ կտրել։ Վլադ, ես դեռ հույս ունեմ, որ մենք կարող ենք նրան ետ բերել։ Հենց անենք, որ դառնա մեր ընտանիքի անդամ։ Երկնքից ցած չի, հա, քեզ խնդրում եմ։ Իրականությունը ավելի դաժան է, որ հեքիաթներին հավատանք։ Լսի, ես չեմ ուզում, որ դուք երկու աղբեր Աբել ու Կաեն խաղաք։ Ես քեզ ասում եմ, ինքը ինքան տականք է, որ իմ դեմ դուրս գալու համար Կարմենին է իրան դաշնակից սարքել։ Ասեմ ավելին, սիրային կապի մեջ է մտել հետը։ Վլադ, խնդրում եմ, սուսմնա։ Ես չեմ ուզում հավատալ դրան։ Ես էլ չէի հավատում։ Բայց մարդիկ տականք են, հանձինս Կարմենի եւ Խորենի։ Եթե միավորվեն, ոնց կարող են քո դեմ դուրս գալ։ Ինչ կարող են անել։ Հեն արդեն դուրս են եկել էլի։ Լավ, Վլադ, ոչ մի բան մի ասա։ Թող հանգստանամ, թող ես ամեն ինչը մարսեմ։ Ինչքան էլ Կարմենը իմ համար ոչ մի բան լինի, մեկը ինձ համար տհաճ էր տեսնելը, որ իմ աղբերը… Վլադ, ես քեզ հասկանում եմ, խնդրում եմ, ոչ մի բան մի ասա։ Ես չեմ դու ես։ Դե ասա, ինձ մի խորհուրդ տուր։ Ինչ անեմ։ Փորձում եմ ծայրահեղություններից խուսափել։ Այս անգամ էլ գնացել էի մոտը, որ լեզու գտնեմ, բայց այն էլ ինչ տեսա։ Ես արդեն սկսում եմ կասկածել, որ մորդ վիճակի վատացման պատճառը էլի Խորենն է։ Իսկ ինչ ա եղել մամային։ Վիճակը շատ է վատացել։ Անկառավարելի է դարձել։ Ամբողջ օրը լացում է, գոռում է։ Բայց մաման դեպի լավն էր գնում։ Հա, ես էլ էի ուրախացել։ Բայց այնա նորից չի քայլում։ Ես հեսա հետը կխոսամ։ Չէ, թող մնա առավոտը։ Իսկ ավելի լավ չի բժիշկ կանչենք։ Ինչ կարա բժիշկը անի, եթե մերը անընդհատ նույն բանն է պնդում։ Ինչ։ Խորենին է ուզում։ Անընդհատ կրկնում է, տարեք ինձ Խորենի մոտ։ Ես կարող եմ սպանեմ այդ Խորենին։ Մամայի ուղեղն է արդեն կերել։ Այս լուսը բացվում է։ Նորից նոր օր է սկսում։ Կյանքային պարտությունը չընդունեց։ Լավ։ Ուրեմն, ես կպայքարեմ։ Ուրեմն ես ողջ եմ ու խաղի մեջ եմ։ Բարելույսիմ քաղաք։
Վերկաց, ինձ չես խափի, որ քնած ես։ Ես քեզ ասել եմ, որ քնած եմ, մամա։ Չէ, չես ասել, շատ ավելի լավ, որ քնած ես։ Վերկաց։ Ինչի համար։ Ոնց ինչի համար։ Մեզ սպասում են, Մոնի ուշանալ չկա։ Ով։ Մոնիկա, զանգել բժշկետ պայմանավորվել եմ, ամեն ինչ կլինի совершенно секретно։ Եթե երեխուց ազատվելու մասին է խոսքը, շտապում ես, մամա, ես ոչինչ չեմ որոշել։ Ոնց թե, վերկաց, հա։ Մենք երեք ինչ պայմանավորվեցինք։ Ես անձամբ ոչ մեկի հետ ոչինչ չեմ պայմանավորվել։ Դուք ամուսիններով որոշեցիք ու պարտադրեցիք ինձ։ Այո։ Հանգիստ կթողես ինձ, մամ։ Ես դեպրեսիայի մեջ եմ, չես տեսնում։ Հանգիստ քեզ թողնեմ, որ ինչ անես, որ հետո աճես ու գաս ինձ ուտես։ Որ կողմնորոշվեմ, հերիքա ճնշես, թող հասկանամ ինչ դա ճիշտ, ինչ դա սխալ։ Դու մտածելու ունակ մարդ չես։ Դե հերիքա արդեն ինձ վիրավորես։ Վայ, այդ գլխովս տվիր, հա? Արժանի ես վիրավորում եմ։ Լսի, ես պիտի իմ կյանքը տնօրինեմ ու իրավունք ունեմ սխալվելու, հասկացար։ Աղջիկ ջան, դու արդեն սխալվել ես։ Ճիշտը դու չես կարող գտնել։ Հա, երևի դուք գիտեք, չէ՞ ճիշտը, ու միակ ճիշտը այնա, որ երեխեքից պետք է ազատվել։ Կարմենի դեպքում չստացվեց, անցակ ինձ։ Մոնիկա, խնդրում եմ ինձ միջխայնացրու։ Դրանից շատ արագ են ծերանում։ Ուրեմն իմ հետ գործ մի ունեցի, որ չծերանաս։ Բայց աղջիկ ջան, ես հորդ հետ խնդիրներ չեմ ուզում ունենալ։ Հետո չես հասկանում, պայմանավորվել եմ, վերկաց, հա, վերկաց գնում ենք։ Ինձ չի հետաքրքրում դու ում հետ ինչ խնդիրներ կունենաս։ Ինձ թող իմ խնդիրների հետ, լավ։ Քեզ թողնեմ քո խնդիրների հետ, որ ինչ լինես, որ ինչ անես։ Որ երեխուս հոր հետ խոսեմ ու միասին որոշենք, թե ինչ պիտի անենք։ Մալադեց, ճիշտը գտար։ Չէ բույն պետքա տեղյակ պահես, որ պապայա դառնում։ Իհարկե պիտի տեղյակ պահեմ։ Ու մենք միասին ենք որոշելու, թե ոնց ենք վարվելու մեր երեխու հետ։ Թե կարծում ես ես ունակ չեմ ճիշտ որոշում ներկայացնելու։ Որ ունակ լինեիր, հիմա փաստի առաջ չենք կանգնի։ Մամա գնա, ես քո հետ ոչ միտեղ չեմ գալու։ Կգաս, Չեմ գա։ կգաս։ Չեմ գա։ Էն էլ ոնց կգաս, վերկաց։ Մամա ուժով ես տանելու։ Ասեցի չեմ գա ու վերջ։ Բոժը մոյոքներ ինձ։ Հոգնանք սպասելով։ Աշկից չեր գալու, իզուր էլ սպասում եմ։ Ես մի լավ կնեմ, թարմ ուղեղով մտածեմ, թե ինձ ինչ է սպասվում։ Տղես, բայց ես ինքս կարող եմ իմ մասին հոգ տանել։ Ես քո համար ինչ էլ անեմ, քիչ եմ ամջա։ Ապրես տղես, իմ լավ, իմ բարի, իմ սիրուն Վլադ։ Ինձ դուր է գալիս, որ քո մասին հոգ եմ տանում, մամ։ Սուտ ես ասում տղես։ Ինչ եղավ։ Ես գիտեմ, որ դու սուտ ես ասում, երբ ասում ես, որ դու ինձ շատ ես սիրում։ Բայց ինչի եմ սուտ ասում, մամ։ Սուտ ես ասում, որովհետև ինձ մեն խորենն է սիրում։ Այդ ինչից որոշեցիր։ Ինքն է քեզ հավատացրել։ Խորենից բան չասես։ Ես ուզում եմ գնալ եւ ապրել իր հետ։ Դու չես կարող գնալ եւ ապրել իր հետ։ Կգնամ։ Ես կասեմ իմ տղային, ինքը կգա ու ինձ կտանի։ Ես ուզում եմ իմ տղայի հետ ապրել։ Բա մենք քեզ վատ ենք նայում, դժգոհ ես մեզնից։ Ես իմ խորենին եմ ուզում։
Իմ բարի լավ տղային, իմ հրեշտակ տղային։ Շատ հրեշտակ է։ Իրանից էլ չկա։ Մենակ ինքն է։ Ես չեմ մնա ձեզ հետ։ Խորենս կգա ու ինձ կտանի։ Քո խորենը երբեք պետք չի, հանգիստ։ Իրա նման գազան չես դառնալու։ Դու Վլադն ես, ոչ թե խորենը։ Վլադ, կանչիր խորենիս, հենց հիմա կանչիր, ինքը ինձ է սպասում։ Այստեղ է։ Մտածում էի էլ չես գա։ Ես սիրում եմ, երբ որ իմ խոսքի տերն եմ լինում։ Նստենք, հա։ Չէ, շտապում եմ։ Սովորական խոսակցություն չի, պիտի նստենք։ Այդ ինչ ես ասելու։ Դե վերջ անգամ ոնց թողեցիր գնացիր, ես մտածեցի, որ իրար հաջող արինք։ Հա, ես էլ էի մտածում, որ մեր վերջին հանդիպումը իսկապես վերջինն է լինելու, բայց արի ուտես։ Բայց արի ուտես, երկար մտածեցիր ու հասկացար, որ այդքան էլ վատը չեմ ու հələ կարելի է զբաղվել, չէ՞։ Մի քիչ բզբզալ։ Բայց ես քո համար պարապ ժամանակի զբաղմունք չեմ։ Ինձ մի ներվայնացրու, հա։ Թե չէ ինչ։ Թե չէ կգժվեմ ու կանեմ այն, ինչ խորհուրդ են տալիս ծնողներս։ Իրանց խորհուրդ տվածը շատ մի բան լինի, որ հեռու մնաս ինձնից ու ամուսնանաս մի հատ հարուստ ինչ-որ մեկի հետ։ Իրանց կռուգից ինչ-որ մեկի հետ, էլի։ Ինչ պրիմիտիվ ես հենո։ Մոռանում ես, որ դու էլ ես այդ կռուգից։ Այսքան ժամանակաստեղ եմ, բայց հələ չիմացա, թե ինչի համար ես կանչել։ Որ քեզ նորություն ասեմ։ Իսկ ինձ հետաքրքիր չի քո նորությունը։ Նայ, մի քիչ զգուշ խոսա, որ հետո չփոշմանես։ Երևի ես հանդիպումը պետք էլ չէր։ Ուրեմն քեզ էլ երեխա պետք չի։ Հաջողություն քեզ։ Հղի ես։ Ինձնից շատ զարմացար։ Չես կարծում, որ հիմա մենք պետք է գնանք խոսենք։ Չէ, չեմ կարծում, խանգարում ես հիմա էլ դու ինձ։ Ալո։ Ինչի փախար։ Խես շների ուղարկի հետևիցս։ Ասա դու գնան է շները։ Շունչ են, հանգիստ բայ քեզ, մարդ են։ Ինչ որ են։
Ասա դու հեռու գնան։ Մի քիչ հեռվում սպասեք։ Հետո Ժանոյին տուն եք տանելու։ Այդ չի ինձ տուն տանել, դու ասեն չես սրանում ծղեր գեի մեդևից, ես խոսալու բան չունեմ։ Ես ունեմ քեզ այդ խոսալու բան։ Ես էլ չեմ ուզում լսեմ, ու սրանց պետք չի պահել, որ ինձ տուն տանեն, ես իմ տանտեղը Փառք Աստծո հիշում եմ։ Շատ լավ է, որ հիշում ես։ Բայլուս պապա ջան։ Պրոշից դուզ։ Ավաչիկա պապ։ Բայց ինչ ես ես հավատում դու պապա, քեզ ինչ ասում են դու հավատում ես, քեզ խաբել են ցավոտ տան։ Դու ես ուզում հիմա ինձ խափածը լս այ ոչխար։ Վայ պապա, քեզի ասել են ստե կոկոմոկոյի արե դու էլ հավատացել ես, դու պատկերացրես քամբախից ես դու ստենց բան պետք է գտնեմ։ Չգիտեմ որտեղից, բայց քթերդ քաշել ես։ Պապա, ես շոկից եմ վատացել։ Չէ, հուզմունքից, ավելի շուտ սովածությունից։ Եթե մի անգամ էլ տենց էշություն դուրս տվիր, լեշդ կփռեմ ստեղ։ Լավ, որ տենց է, վերասեմ։ Գոնե իմանաս որտեղից է եղել։ Տղեկն էին գրեֆ արել, ես էլ ասացի արեթից օգտվեմ։ Ու ինչ շահեցիր։ Ոչ մի բան, պրոստը մի քիչ թեթևացա։ Այնքան թեթևացար, որ քիչ էր մնում սատկեիր։ Ուզում էի սարդ լավություն անեի։ Հա չես սխալվում։ Կանեիր։ Հիմա ինչի ես եկել։ Եկել ես խնդրես, որ նվերես մյուս անգամ միջև վերջ հասցնեմ, հա, կիսատ չթողեմ։ Հա, եթե մարդ չես դառնալու, ավելի լավ է սատկես։ Որովհետև ինչ որ ես իմացա, կտրեց իմ բոլոր հույսերը։ Պապան հենց ես ասում, ոնց որ նոր ես ինձ ճանաչում, տղի հետ Արամիկը։ Քեզ նոր չեմ ճանաչում։ Իմացել եմ Լևի տղենով է։ Պապա, բայց հոպարա տղա չունի։ Ունի։ Որի մոտ դու զրո ես։ Ոչ մի բան։ Ժանոն է Լևի տղեն։ Ժանոն, որի վրից իսկական տղամարդու հոտ է գալիս։ Ինա դու ես ասում, չէ։ Խաբում ես, չէ, պապա, ուզում ես մի հատ էլ թազան երվայնանամ։ Դու ես զգացիր, չէ, որ նրա կողքին զրո ես։ Սուս, պապա։ Ես սաղ կյանքս տանջվեցի քեզ մարդ դարձնեմ։ Իսկ Լևը բանտից դուրս եկավ։ Անենց մի տղու հետ։ Պապա, մի ասա, ինձ հետաքրքիր չի։ Ամեն մեկը կուզեր Ժանոյի պես տղամարդ տղա ունենար։ Պապա, ժամանակն է, դու մի հատ էլ տղա ունես, են սոսոն։ Հիմա դու կարաս Ժանոյի պես դորս յոկես, որ հոպարից հետ չմնաս, դու այդպես տղա ունենաս, ես կոմեմ։ Սոսը արդեն այդքան կա։ Սոսը արդեն Ժանոյից էլ ավել է։ Դու ինձ պատասխան ես տալու աստին է։ 9 օր վրեժն իրար խառնած մի տուն սարկած կուլ ես տալու։ Հազիվ ես կան տարի հետո ինձ ճանաչես։ Հասկանաս ուշացումով, որ ինձ հետ գործ ունենալը վտանգավոր է։ Գիշերվանից մինչև հիմա ոչ մի բան չի փոխվել։ Այս հանդիպումը քեզ ոչ մի բան չի տալու։ Խոսալու հնարավորություն է տալու։ Ես քեզ չեմ ուզում լսել։ Չեմ հավատա, որ չես ուզում իմանալ, թե ոնց է ամեն ինչ եղել։ Հա քեզ ինչ կա։ Սա մեծ սուտ կհորինես կասես էլ։ Սխալվում են մարդիկ։ Մարդիկ իմ մասին ոչինչ չգիտեն։ Բացարձակապես ոչինչ։ Ես ինչ ծնունդ եմ, Լև։ Ու հանկարծ չասես ընտանիքում օրինական ծնունդ եմ, ջերմ, սիրող ամուսինների զավակ եմ, այտենց ստով չսկսես։ Նա իսկապես այն կինն էր, ում հետ ես տեսնում էի իմ համատեղ կյանքը։ Հա, բայց հետո հասկացար, որ ինքը արժանի չի քեզ։ Դե ով պետք է քեզ արժանի լինի, չէ՞։ Բայց նա իսկապես արժանի չէր ինձ։ Նա դավաճանեց։ Քեզ լքեց ու գնաց։ Այդ դու ես ասում։ Բայց դե քո ասածները ճշմարտությունից շատ հեռու են։
Ես չեմ վախենում քեզնից, որ խաբեմ։ Ասում եմ դավաճանեց։ Դավաճանեց ու փախավ իր ամերիկաները։ Հավատա։ Երեք երբ դու եկար, ես մի մարդու հետ էի խոսում, ով տեղեկություն ունի նրանից։ Ով այդ մարդը։ Կարևոր չի, հին ծանոթ։ Լավ հասկացանք։ Նա թողեց գնաց։ Դու ինչ արեցիր։ Ես ոնց հայտնվեցի Սլավի քրոջ տանը ու դրանից հետո էլ Բերթում։ Այդ ոնց եղավ։ Չես հավատա, բայց ես համ տխուր էի, համ էլ ուրախ, որ հայտնվեցիր Բերթում։ Դու չասեցիր, թե ես ոնց ընկա Սլավի քրոջ ընտանիք։ Իմ խնդրանքով Սլավը գնաց այդ քայլին։ Եսը չէի կարող քեզ թողնել անտիրական ու գնալ։ Չէի կարող։ Մեծ ես քանի տարեկան էի, որ քո ասածներից ոչինչ չեմ հիշում։ Փոքր էիր Ժանով շատ, փոքր դու չէիր կարող ոչինչ հիշել։ Հա բայց ինչի հենց Սլավի քրոջ տուն։ Ինչի աղբորը տուն չէ, կամ ինչ-որ մեկին վարձեր, թո փողի դիմաց ինձ պահեր։ Բայց անենց, որ ես միշտ իմանայի, որ դու իմ հերն ես։ Ես չէի ուզում, որ քո մասին ինչ-որ մեկն իմանար, առավել ևս ախպերս։ Ոչ ոք պիտի չիմանար քո մասին։ Այսինքն դու այս կյանքում ամենաշատը Սլավին ես վստահում։ Արդեն դժվարանում եմ ասել։ Մենք այսքան խոսում ենք, այսքան լսում եմ, բայց լիքը բան կա, որ չի կպնում իրար։ Դե հա, հնարավոր է։ Լավ, ասենք ամեն ինչը քո ասածի պես է։ Բայց ինչի, երբ որ ես ընկա Բերթ, մենք ծանոթացանք, ես քեզ այնքան հարգեցի ու սիրեցի, որ հորս տեղն էի դնում։ Ինչի չասեցիր, հա, այտենց է կա Ժանո, ես քո հերն եմ։ Չէի ուզում տրավմայի ենթարկել քեզ։ Լև, տարիներն անցել են։ Ես էլ վաղուց երեխա չեմ։ Իմ համար քեզ հավատալը դաժե ամոթալի է։ Ուր ես գնում։ Շներիդ կասես հանկարծ ճամփես չկտրեն։ Չհավատացիր ինձ։ Էսով է գալիս։ Ում եմ տեսնում։ Քո թշնաման։ Ուպս։ Զանգել ես, հա։ Okay. Մոնթե։ Ոչ չունեի որ կզանգես։ Հույսդ երբեք մի կորցրում։ Այն օգնում է ապրելու համար։ Դա իմ սեփական փորձից եմ ասում։ Հյուր ունես։ Ինչ։ Չլսեցիր, հարցնում եմ հյուր ունես։ Չհասկացա դու Հայաստանից զանգել ես, որպեսզի իմանաս ես հյուր ունեմ, թե չէ։ Իսկ դու որտեղից գիտես ես հյուր ունեմ։ Արա ոնց է քո բախտը բերում։ Լսի, ես երբեք չեմ սիրել, որ մարդիկ օդում խոսքեր են շռայլել։ Կոնկրետ։ Դու հասար քո ուզածին։ Դու հասար նրան, որ բաժանեցիր ինձ ու աղջկաս։ Տարիներն անցել են, բայց դու նույն ոչ ադեկվատ մարդն ես մնացել։ Քեզ համար բոլոր հարցերը լուծվում է գոռալով, բղավելով։ Արա դու մենակ ինձ ու անին չբաժանեցիր, է։ Ինձ ու աղջկացել բաժանեցիր։ Էլ կարիք չկար, որ օվկիանոսից այս կողմ հասնեիր։ Մի անգամից այդտեղ ձեռդ գցեցիր ու բռնեցիր։ Ինչ ասեցիր։ Կրկնիր։ Մենակ չասես, հա, որ էսի պատահականություն է։ Ես քեզնից եմ լսում, որ Ադամն Արա Ադամն իմ պահած երեխեն է, ու քրոջ աղջիկն է։ Ու հանկարծ չասես, թե պատահական է հայտնվել այդտեղ։ Ես իմ հարոպեներն եմ հաշվում, թե երբ եմ հեռախոսը անջատելու,
որ այդ աղջկան գրկեմ, որպես իմ քրոջ աղջկա։ Այ մի համոզելու ես, որ անտեղյակ էիր, հա? Ընդհանրեն ինքը քո ծանոթի ծանոթն ա եղել։ Ես քեզ պարտավոր չեմ բացատրություն տալ։ Ուզում ես հավատա, ուզում ես չէ։ Եթե իսկապես իմ ընկերը չխնդրեր նրան դիմավորել, մենք գուցե ես երբեք չհանդիպեի Ադամին։ Բայց դու այն կնիկն ես, որ քեզնից ամեն ինչ կարելի է սպասել։ Դու տարբեր միջոցներով եկար հասար նրան, որ իմ աղջիկը հայտնվեց օվկիանոսից այն կողմ։ Ինձ լսի Մոնթե։ Մոնթե։ Ես չթողեցի, որ դու քրոջս հետ լինես։ Հիմա էլ բաժանեցի քեզ ու աղջկատ։ Կարող ես հանգիստ լինել ու ինձ Հայաստանում չսպասել։ Եթե իմ քրոջ աղջիկը էստեղ է, իմ տանը, ես էլ անելիք չունեմ Հայաստանում։ Ու շնորհակալություն քեզ քո մատուցած նվերի համար։ Ես հիմա ամեն գնով Ադամին կպահեմ իմ տանը։ Չէ՞ որ ես իր համար պիտի գայի Հայաստան։ Հայաստան չհասակ։ Ես չթողեցի, որ դուք ձեզ նեղություն տաք։ Ես եմ եկել։ Անի քույր։